Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Տեղեկություններ են ստացվում, որ Եվրոպական միությունը որոշել է Հայաստանին նախընտրական շրջանում հատկացվելիք 50 միլիոն եվրո ուղղել Ուկրաինային։ Սա ըստ էության նորություն չէ, քանզի Եվրոպական միությունը միշտ էլ նախապատվությունը տվել է ուկրաինացիներին, հստակ ընդգծելով, որ ուկրաինական ուղղությունը իր համար առաջնահերթություն է։ Իհարկե Եվրոպական միությունը փորձեց մի քանի տարածաշրջաններում միաժամանակ խաղալ, փորձելով նաև մուտք գործել Հարավային Կովկաս որպես առանձին խաղացող։ Բայց Իրանում տեղի ունեցող իրադարձությունները եւ Միացյալ Նահանգների հետ սրված հարաբերությունները ըստ էության նպաստեցին, որպեսզի Եվրոպական միությունը ընտրությունը կատարի հօգուտ Ուկրաինայի, շատ լավ հասկանալով եւ վստահ չլինելով, որ ինքը կկարողանա Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում հաստատվել, դուրս մղելով տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնությանը։ Դրանով է պայմանավորված եվրոպացի պաշտոնյաների որոշումը։ Ուկրաինան այս պահին իրենց համար առաջնահերթություն է, քանի որ ինչպես ասում են, բոլոր խաղադրույքները դրված են Ուկրաինայի վրա։ Եթե Ուկրաինայում Եվրոպական միությունը պարտություն է կրում, ապա դա նշանակելու է, որ առնվազն եվրոպական վերնախավը պետք է հրաժարական տա։ Ուկրաինայի հետ կապված Եվրոպական միությունը նաև որոշում է կայացրել 50 միլիարդ եվրո հատկացնել սպառազինությունների գնման համար։ Իհարկե այդ գումարը Ուկրաինան չի տեսնելու։ Գումարի առյուծի բաժինը մնալու է Եվրոպական միությունում պետպատվերի տեսքով իջնելով ռազմական գործարանների վրա եւ հենց Ուկրաինայի համար զենքը արտադրվելու է Եվրոպայում։ Դրա համար ենք նաև կարծում, որ Ուկրաինայի հարցը առավելության ունենալով իր աչքի առաջ Եվրոպական միությունը որոշեց Հայաստանում մի փոքր փոխել մարտավարությունը։ Վստահ ենք իհարկե, որ որոշակի գումարներ կհատկացվեն, բայց 50 միլիոն եվրոն բավականին լուրջ գումար էր փոքրիկ Հայաստանում նախընտրական բավականին լուրջ գործընթացներ իրականացնելու եւ ազդելու որոշակի գործընթացների վրա։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այստեղ իրավիճակը ինչպես է զարգանալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, ռուս-ադրբեջանական հարաբերություններին է վերաբերվում։ Իհարկե սպասելի էր, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը կփոխի իր քաղաքականությունը։ Ինքնաթիռի անկման պատմությունը հենց սկզբից հասկանալի էր, որ քաղաքական ենթատեքստ ունի։ Աղետի ենթարկող ինքնաթիռը կարող է իջեցնել ցանկացած օդանավակայանում, այդ թվում նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օդանավակայանում, բայց չգիտես ինչու հրահանգ էր տրված անցնել Կասպից ծովի վրայով եւ վայրէջք կատարել Ղազախստանում։ Սա իհարկե քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Իսկ զոհերը, որոնք եղան այդ ավիավթարի հետ կապված, դրանք այսպես կոչված սուրբ զոհեր էին, որոնք անհրաժեշտ էին որոշ պետությունների աշխարհաքաղաքական խնդիրները կարգավորելու համար։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների արհեստական սրացումը պլանավորվում էր հասցնել առավելագույնի, նպաստելով նաև երկու երկրների միջև ուղիղ բախմանը եւ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի համար, բայց հաշվի առնելով, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից, Ալիևը սկսեց հասկանալ, որ ավելի լավ է այս պահին միաժամանակ երկու ճակատ չբացել եւ փորձել հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։ Այստեղ կարևոր այն հանգամանքն է, որ այս աշխարհաքաղաքական խաղում Ալիևը ակտիվ դերակատարում էր ստանձնել եւ դժվար է պնդել, թե առանց նրա գիտությամբ էին Ադրբեջանին փորձում մտցնել այս փակ ուղու մեջ։ Իհարկե Ալիևը սա սիրահոժար էր արել, նաեւ որոշակի պարտավորություն ուներ միջազգային հանրության առաջ, քանզի հենց նույն միջազգային հանրությունը աշկվակեց, երբ ուղղակի սկուտեղի վրա Արցախը մատուցվեց Ալիևին։ Ասել ենք եւ կրկին ենք ասում, որ Ալիևի շնորհքը չէր Արցախը վերցնելը։ Եթե միայն Ալիևով պայմանավորված լիներ, Արցախը Ալիևը երբեք չէր կարող տեսնել, այն էլ իր պետության տարածքում։ Իսկ հիմա Ալիևը գնում է բավականին խորամանկ քայլի, նաև ինչ-որ տեսանկյունից նաև հուսահատական քայլի, շատ լավ հասկանալով, որ Իրանը առնվազն չի պարտվում, իսկ դրանից հետո Իրանի հետ կապված ինքը հարցեր է ունենալու։ Այդ դեպքում ինչու միաժամանակ երկու հարցեր ունենալ, եթե կարելի է գոնե այս պահին մարտավարական նահանջ ապահովել եւ փորձել կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ այդ հարաբերությունները նաև շատ լուրջ տնտեսական հիմք ունեն։ Ադրբեջանական պտուղ բանջարեղենը, որ ավանդաբար եղել է ռուսական շուկաներում առաջատար, բավականին հետ նահանջ է եղել եւ այս արդյունքում նաև ադրբեջանցիների մոտ բավականին լուրջ դժգոհություններ կան Ալիևից։ Հետևաբար Ալիևը դուրս տալով նաև այս ամենին գնաց Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման փորձին։ Ինչու ենք ասում փորձին, քանզի խոսել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին այս պահին դեռևս կարծում ենք բավականին վաղ է։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այստեղ իրավիճակը ինչպես է զարգանալու։
Եւ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Զինադադարը կարծես մոտենում է ավարտին, որ հայտարարվել էր Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Իսլամաբադում նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը ձախողվել է։ Կողմերը չեղարկել են իրենց մասնակցությունը։ Նաեւ Օրմուզի նեղուցի շրջափակման հետ կապված փոխադարձ հարվածներ են հասցվում ամերիկյան եւ իրանական նավերին։ Հեզբոլլահն է բավականին ակտիվ դերակատարություն ստանձնել 5 կետից բաղկացած պահանջ ներկայացնելով Իսրայելին, որ եթե ցանկանում են, որ ռազմական գործողությունները դադարեցվի, ապա այդ 5 կետեր Իսրայելը պետք է կատարի։ Իրավիճակը, ինչպես ասում են, փոխվել է։ Հեզբոլլահը, որ բավականին ծանր իրավիճակում էր գտնվում առաջնորդների սպանությունից հետո, աստիճանաբար Լիբանանում եւ տարածաշրջանում սկսում է դառնալ գերիշխող կազմակերպություն։ Ավելին, նրա գործողությունների արդյունքում մոտ ժամանակներում հրաժարական է տալու Լիբանանի վարչապետը։ Սա Հեզբոլլահի քաղաքական լրջագույն հաղթանակ է եւ շատ լուրջ քայլ ուղղված Ժոզեֆ Աունի դեմ։ Հետևաբար այս ամենից հետո Ժոզեֆ Աունին մնալու է երկու գործոն՝ կամ հրաժարական տալ, կամ գնալ Հեզբոլլահի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանզի Հեզբոլլահին զինաթափանել Ժոզեֆ Աունը այս պահին չի կարող։ Չի կարող անգամ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցությամբ։ Իսկ ռազմական գործողությունները վստահ են շարունակվելու են, քանզի Թրամփը չի հասել իր հիմնական նպատակներին, իսկ Իրանը հասկանալով, որ ռազմական գործողությունների պարագայում ինքը առնվազն չի պարտվում, փորձել է ուժով ապաշրջափակել Օրմուզի նեղուցը։ Կստացվի դա իրանական կողմի մոտ, դժվար է ասել, բայց այն, որ ռազմական գործողությունները ակնհայտորեն սկսվելու են եւ լինելու են շատ ավելի թեժ եւ դաժան, քան եղան նախորդ գործողությունների ընթացքում, սա արդեն ակնհայտ է։ Ինչպես ասում են եւ Իրանը եւ Միացյալ Նահանգները գնում են վաբանկ, եւ այստեղ ակնհայտ է լինելու եւ պարզ է լինելու, որ կհաղթի այն պետությունը, ով կունենա հզոր տնտեսություն, ով կունենա կուռ հասարակություն եւ ում հաղթանակին կհավատան իր քաղաքացիները։ Այս թեմաներն էին այսօր, որ ես ցանկացա անդրադառնալ, իսկ դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։